Ինչ անել, եթե երեխան վերցնում է ձեր իրերը իր խաղերի համար։ Երեխաները ցանկանում են նմանվել մեծահասակներին, նրանք ձգտում են ինքնուրույնության և անկախության։ Այս տարիքում նրանք ակտիվորեն սովորում են մեծ լինել և ինքնուրույն լուծել խնդիրները։ Իսկ մեծահասակները նրանց համար առաջին օրինակն են, որին կարելի է հետևել։ Ահա թե ինչու երեխաները խաղերի միջոցով ընդօրինակում են մեծահասակների վարքագիծը։ Երեխաները խաղի ընթացքում փորձում են նոր տերեր և հմտություններ։ Օրինակ խաղում են, թե ինչպես են աշխատում կամ նստած համակարգչի առաջ, սեղմում են ստեղները, խաղում են մայրիկ-դուստրիկ, ընդօրինակում են կենցաղը։ Նրանք խաղում են խանութ և փորձում են իրենց տարբեր տերերում։ Շատ հաճախ երեխաները վերցնում են մեծահասակների հագուստը և խաղի ընթացքում փորձում այն իրենց վրա։ Ինչպես վերաբերվել դրան։ Մի արգելեք երեխային ձեզ ընդօրինակել, բայց փորձեք դա անել անվտանգ ձևով։ Այսինքն, իսկական համակարգիչը ավելի լավ է փոխարինել խաղալիք կամ հին, չաշխատող նոթբուքով։ Խանութ խաղալու ժամանակ չօգտագործել իսկական փող և մետաղադրամներ, կամ գոնե խաղի մեջ չմտցնել մանր մետաղադրամներ։ Թույլ տվեք օգտագործել մեծահասակների հագուստը, բայց վերցրեք միայն որոշակի իրեր, այսինքն այն, ինչը չեք ափսոսում։ Նման խաղեր կազմակերպելիս չի կարելի մոռանալ թույլատրելի սահմանների մասին։ Եվ այդ սահմանները պետք է անմիջապես հստակ նշել։ Իսկ դուստր մայրիկ խաղը խորհուրդ եմ տալիս կազմակերպել խոհանոցում, իրական նյութերով։ Իսկական կաթսաներ, սպունգեր, ջուր, սրբիչներ, մանկական գել և օճառ հիանալի միջոց է երեխային ծանոթացնելու կենցաղային գործերին։ Եվ շատ շուտով ձեր փոքրիկը կկարողանա օգնել ձեզ խոհանոցում և կենցաղում։ Իսկ ծնողների հետ համատեղ խաղերը կդառնան մանկության կարևոր հիշողություն։